Բարև ձեզ բարեկամներ, եւ կրկին Փակ TV-ն է եթերում։ Աշխատանքային նոր շաբաթը մենք սկսում ենք Մոսկվայից ուղիղ կապ հաստատելով Երևանյան մեր տաղավարի հետ, ուր պիտի ասեմ, որ իսկապես մի բացառիկ հյուր ենք այսօր ընդունել։ Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն է։ Բարև ձեզ Հայկ։ Բարև ձեզ պարոն Օշյան։ Ուրախ եմ, շատ ուրախ եմ, որ դուք նորից մեզ հետ եք եւ մեր ունկնդիրներին պիտի ասեմ, որ Հայկ Մարտիրոսյանը այն քաղաքագետներից, այն վերլուծաբաններից, ով միշտ իրերը կոչել եւ կոչում է իրենց անունով։ Շատ անգամ նա կարող է այնպիսի արտահայտություններ անել, որ գուցե ոմանց համար դա անակնկալ է, բայց այդպեսին է Հայկ Մարտիրոսյանը, միշտ ճշմարտացի եւ ամենակարևորը միշտ նվիրված իր երկրին, չնայած ապրում է եւ Միացյալ Նահանգներում եւ Հայաստանում, բայց ես կարծում եմ ինչպես ամեն մի հայ, նրա սիրտը միշտ լեռներում է Հայաստանում։ Եվ Հայկ պիտի ասեմ, որ դու իսկապես մեր այն ցանկալի հյուրերից ես, ում մենք հաճույքով ենք ընդունում։ Գիտես, շատ այսպես ինքնատիպ երևույթ է համացանցը։ Ինչ ասես չես կարող կարդալ այնտեղ։ Այ վերջերս տեղեկացա այդ նույն համացանցից, որ դուք հարցազրույցներից մեկում տվել եք երուստալիքի եւ ասել եք այն հարցին, թե ինչ է իրական Հայաստան, ասել եք ինչ իրական Հայաստան, դա Հայաստանի կրճոնն է։ Ես կուզենայի, որ դուք փակագծերը բացեիք, այդ ինչ միտք եք ուզել ասել։ Իրական Հայաստանի կոնցեպտը այս ռեժիմը հնարել է եւ ներդրել է այն հիմքով, որ Հայաստանը, իսկական Հայաստանը, մնացածը իբրև թե կեղծ է, իսկական Հայաստանը ՀԽՍՀ, ընդ որում վերջին շրջանի Հայաստանի խորհրդային սոցիալիստական, այսպես կոչված հանրապետություն, որտեղ հանրապետություններ չկային իրականում խորհրդային միության կազմում, կային վարչատարածքային միավորներ եւ հայկական ԽՍՀ-ն վարչատարածքային միավոր էր, իրականում հանրապետություն չէր։ Այստեղ շեղվելով ասեմ նաեւ, որ դրա համար այս հաշվարկումը նույնպես սխալ է։ Առաջին հանրապետություն, երկրորդ հանրապետություն չի եղել։ Եվ սա էլ հանրապետություն չի ըստ էության, այսինքն եղել է ընդամենը մեկ հանրապետություն, Հայաստանի առաջին հանրապետությունը, որը ուղղակի մեկ հանրապետություն է։ Հիմա վերադառնալով թեմային ասեմ, որ իրենց հաշվարկով սա 29800-ն է, հիմա ասում են, չգիտեմ 28000, չգիտեմ քանի 100, հա։ Ես այդ թվերը անգամ չեմ էլ ուզում սովորել եւ մտապահել, որովհետեւ դրանք բացարձակապես անվավեր եւ ապօրինի թվեր են, գոնե ինձ համար, եւ վստահ եմ իրականում նույնպես։ Հիմա իրենց կոնցեպտը սա է։ Իսկ սա մի տարածք է, սա մի Հայաստան է, այդ այսպես կոչված իրական Հայաստանը, որ իրականում չիրական Հայաստան է, կեղծ Հայաստան է, որը ներկայացնում է իրենից Հայաստանի կրճոն, իսկական Հայաստանի մնացորդային, մնացուկային մի բան, որը ինչպես քաղաքագիտական եւ ոչ միայն քաղաքագիտական տերմինով անգլերենում կոչվում է viable տարածք չի, այսինքն կենսունակ տարածք չի։ Այս տարածքը այսպիսի աշխարհագրությամբ եւ դեռևս գալիք այնպիսի փոփոխություններով, որոնք լինելու են, իսկ դրանք այն փոփոխություններն են, համաձայն որոնց այս ռեժիմը հանձնելու է այսպես կոչված անկլավները, որոնք կեղծ տարածքներ են, կեղծորեն իբրև թե պատկանող Ադրբեջանին։ Եվ այդ տարածքները Տիգրանաշենը մնացածը հանձնելուց հետո այս երկիրը ընդհանրապես դառնալու է բացարձակապես անկենսունակ։ Եվ դա չի կարող ոչ երկիր լինել, ոչ Հայաստան լինել, դա Հայաստան չի։ Սա արդեն իսկ Հայաստան չի։ Ակնհայտ է, որ Արցախի կորստից հետո Հայաստան լինել չի կարող։ Հիմա Արցախը կորսված է եւ այս գործընթացը գնալու է միառժամանակ, մինչեւ իհարկե ամեն ինչ ունենա տրամաբանական հանգուցալուծում եւ դա ողբերգականորեն լինելու է Հայաստանի վերացումը։ Հիմա այսօր մենք կարդում ենք եւ լսում ենք, որ ԿՊ-ն իրենց համաժողովում որոշում է ընդունել փոխարինել այսպես կոչված երրորդ հանրապետությունը, ինչպես արդեն ասի այդ կեղծ հաշվարկով, նորով 4-րդ հանրապետությամբ եւ հիմնելով 4-րդ հանրապետություն։ Այստեղ թվերի եւ պատմական իրողությունների հանգամանքից զատ մենք պիտի մի բան նկատի ունենանք, որ 4-րդ հանրապետության կոնցեպտն էլ հիմա ներդնում են, որպեսզի այսպես կոչված այդ կեղծ իրական Հայաստանի, իրականում չիրական Հայաստանի կոնցեպտը ամրապնդեն եւ դրանով իրենք ուզում են նաեւ
իրավականորեն եւ բարոյապես ստեղծեն բոլորովին նոր արդեն այսպես կոչված Հայաստան, որտեղ դա Հայաստան չի, ինչպես ասեցի, եւ անգամ կրճոնել չի լինելու այդ 4-րդ հանրապետության կոնցեպտով, որը լինելու է բոլորովին նոր պետություն, նոր տիպի, նոր որակի, թե ինչ որակի պարզ է, այդտեղ որևէ հայկականություն եւ հայություն չի լինելու, դա որևէ հայկական երկիր չի լինելու, բայց այստեղ անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ դա որևէ մեկին մեծ հաշվով չի մտահոգելու։ Եվ այդ կոնցեպտը, ինչպես եւ մնացած բոլոր կոնցեպտներն ու նախաձեռնությունները իրենց հաջողվելու է։ Մենք գիտենք, որ դա որևէ մեկի չի հուզում, մտահոգում, այս գործընթացները մինչեւ հիմա հայ ժողովրդին իր ամբողջությամբ բացարձակապես չեն մտահոգել եւ ինչպես կրկնել եմ բազմաթիվ անգամներ, ես խորապես համոզված եմ, որ այս ժողովուրդը կատարել է ընտրություն, դադարել, դավանել եւ ունենալ այն ինքնությունը, որը ձևավորվել է հազարամյակների ընթացքում եւ ձեռք բերել նոր ինքնություն կամ ընդհանրապես թողնել այս երկիրը այլոց։ Եվ դա մի գործընթաց է, որի ուղղությամբ եւս մեկ քայլ է երկրի կրճոնացումից հետո նաեւ նոր տիպի այսպես կոչված պետության, որտեղ դա անգամ պետություն չի լինելու իրականում, հիմնումը կամ հաստատումը իդեմս այսպես կոչված 4-րդ հանրապետության։ Հայք, այդ նույն համացանցից շատ հետաքրքիր մի փաստեր եմ ուզում ձեզ ասել։ Պատկերացնում եք լրագրողները, որոնք ընդհանրապես մի քիչ այսպես եթե տնավարի ասենք աները ժողովուրդը ինչ ասես կարող են ասել, բայց լրագրողը մոտենում է վարչապետին եւ այսպես ճակատին ասում է. «Ճիշտ է, որ դուք թուրք գործակալ եք շակալ մականունով»։ Դուք պատկերացնում եք եւ պարզվում է, որ մեր երկիրը հաստորեն ղեկավարում է մի գործակալը, որը նման մականուն ունի եւ մենք էլ ամեն ինչ այսպես շատ հանգիստ հանդուրժում ենք։ Ես չեմ տեսել այդ հատվածը, չգիտեմ ինչ է ասվել, չեմ կարող մեկնաբանել այդ պահով, բայց կարող եմ ասել հետեւյալը. որպես մեկը, որը շատ ուշադիր, շատ երկար տարիներ ելնելով մասնագիտությունից, իսկ մասնագիտությունը ես ձեռք եմ բերել, որովհետև իմ նախասիրությունն է դա եղել, որտեղ ես խորապես եւ անկեղծորեն հետաքրքրված եմ եղել եւ շարունակում եմ մնալ քաղաքականությամբ, արդեն Հայաստանի քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, որտեղ Հայաստանում քաղաքականություն չկա եւ Հայաստան էլ չկա, փաստացի, բայց ես կարող եմ ասել, որ նայելով համաշխարհային թե պատմությանը եւ թե ներկայիս իրավիճակին քաղաքական դաշտին այն բոլոր գործընթացները, ընդ որում միասին վերցված չէ, առանձին, որոնք 2020 թվականից հետո ընթանում են Հայաստանում, չեն ունեցել մարդկության պատմության մեջ որևէ նախադեպ, չունեն որևէ նախադեպ, այսինքն որևէ այլ տեղ չի եղել եւ չկա եւ չի էլ լինելու, որտեղ դրանք բացարձակապես դեգրադացված եւ գրեթե անհնար բաներ են, որոնք հնարավոր են միայն Հայաստանում։ Եվ սա պիտի մենք հասկանանք, գիտակցենք եւ ընդունենք, եւ այս մասին եւս որևէ մեկը չի խոսում, պարոն Ոսյան։ Այդ երևույթները, որոնք ընթանում են Հայաստանում եւ այն հանդուրժողականությունը եւ այն վարքագիծը, որ հայ ժողովուրդը դրսեւորում է, դա բացառիկորեն եզակի է թե մարդկության պատմության մեջ, թե այստեղ։ Ես շատ եմ լսել մի արտահայտություն, որը հիմա ես թերևս ամենաշատն եմ ատում, այդ արտահայտությունը, ատում եմ խորապես, երբ ասում ես մի բան ինչ որ մեկի հետ ընդ որում կարող է արտաքինից խելացի թվացող մեկը լինել կամ գուցե իրականում խելացի թվացող եւ ասում է, չէ, դե գիտես ամեն տեղ էլ էս կա, այն կա, վատ բաներ կա, չէ, չկա ամեն տեղ։ Այն ամենը ինչ կա Հայաստանում, կա միայն եւ միայն եւ միայն եւ միայն Հայաստանում։ Եվ այս համատեքստում ինչ ասես եղել է Հայաստանում եւ դեռևս լինելու է Հայաստանում։ Ամեն ինչ հանդուրժվում է, ամեն ինչ հանդուրժվելու է, ամեն ինչ տեղի է ունենալու։ Ես ձեզ ասեմ 3 Արցախի դատարկման տարելիցներ եւ բազմաթիվ ճոռոմ խոսքեր լսեցինք, կարդացինք նաեւ արցախցիների գրառումներ, իրենց տեսանյութեր, այդ բոլորը ինձ համար հիմա վավերականություն չունեն, իրենց կարծիքները այդ խոսողների գրողների, որովհետեւ կա մի բան, տեղի ունեցել մի բան, որը գոնե հիշելի պատմության մեջ արձանագրված չէ։ Երբ մի ամբողջ ժողովուրդ հարձակման ենթարկվելով թողնի եւ դուրս գա, այո, դավաճանված լինելով սեփական իշխանությունից Երևանում, դավաճանված լինելով սեփական հասարակությունից,
Հայաստանի մյուս հատվածներում, ներառյալ Երևանում, այո, բարոյական դավաճանություն է տեղի ունեցել Արցախի եւ արցախցիների նկատմամբ։ Բայց դա նկատի ունենալով անգամ չկա պատմության մեջ մի դեպք, երբ մի ամբողջ ժողովուրդ թողնի հայրենի հսկայական տարածքը, հայրենիքը եւ մեկ շաբաթվա մեջ հեռանա հայրենիքը։ Չկա նման բան։ Այսինքն հիմա փորձում են լեգենդներ ստեղծել իբրև թե կռվել են եւ այդ լեգենդները այսպես դրվում են ԿՊ եւ ընդդիմություն հակասության դաշտում, բայց սա պիտի շատ օբյեկտիվորեն նայվել, սա ոչ ԿՊ-ին է դրանով հարված հասցվում, ոչ քոչարյանականներին, սերժականներին, մնացածին, կա իրականություն։ Իրականությունը այն է, որ այս ժողովուրդը չի պայքարում, չի պայքարել եւ չի ուզում պայքարել այլևս։ Այո, այսպես կոչված 44-օրյա պատերազմի օրերին եղել է պայքարի դրսևորում, ընդ որում ոչ ամբողջական, հատվածական, եւ այս թեզը իհարկե այլասերել եւ այլափոխել է այս ռեժիմը եւ օգտագործում է իր գործածը սկողելու եւ բարթելու արցախցիների վրա, չգիտեմ, Արցախի ղեկավարության վրա եւ այլն, սա ղեկավարության բանի խնդիր չի եւ այդ բարթելն էլ ստոր արարք է, որ այս ռեժիմը անում է, բայց իրականությունը այն է, որ ժողովրդն իր ընդհանրության մեջ, այդ թվում եւ երևանցիները, որոնք Երևանցի ասելով պայմանականորեն նկատի ունեմ Հայաստանի այս հատվածի բնակչությունը, նույնպես շատ անհաղորդ եւ անտարբեր մնաց այդ process-ին, այսինքն չպայքարեց։ Եվ կա եղել է որոշում հանձնել երկիրը եւ հանձնվել է երկիրը։ Եվ դա նույնպես չունի նախադեպ։ Նայեք ինչ է տեղի ունենում Գազայում, աշխարհի ամենահզոր բանակներից մեկը, աշխարհի թերևս ամենահզոր երկու հետախուզություններից մեկը ունեցող երկիրը փորձում է եւ գրավում է Գազան տարածքները, բայց հանդիպում է կատաղի դիմադրության։ Ես չեմ ասում, որ այդ դիմադրությունը լավ է, ես չեմ ասում, որ Գազայում ես որևէ մեկնաբանություն չեմ, ես փաստական կողմն եմ ուզում մենք միայն դիտարկենք այստեղ։ Փաստական կողմով արդեն 2 տարի է աշխարհի հզորագույն բանակներից մեկը չի կարողանում դեռևս ամբողջությամբ գրավել եւ բնակչությունը չի քոչում, դուրս չի գալիս։ Ճիշտ է, սահմանները նաեւ փակ են, բայց եթե զանգվածաբար որոշում ընդունեին հեռանալու, կհեռանային պաղեստինցիները, իրենք այդ որոշումը չունեն։ Այդ նույն տարբերակով բազմաթիվ ժողովուրդներ մնում եւ կռվում են մինչեւ վերջ։ Մենք փաստն ենք արձանագրում, որ հայ ժողովուրդը Եվ ես այստեղ չեմ ուզում բաժանել արցախցիների մնացածների, ընդհանուր առմամբ որոշում է ընդունել լքել Արցախը եւ թողնել Արցախը։ Այս կողմը այլ տիպով է, այլ կերպով է դա դրսևորել իր որոշումը, Արցախի բնակչությունը ֆիզիկապես է դրսևորել այդ նույն որոշումը, որը երևանցիների հետ միասին ընդունված է եղել։ Մնացածը հեքիաթներ են, կա փաստ, առանց կռվի, ունենալով զենք, ընդ որում հիմա արդարացնում են, թե 9 ամիս սոված էին, SNN-ին, բա գազացիները սոված չեն։ Բա մնացած տեղերում սոված չեն, աշխարհում միայն այդտեղ է, որ շրջափակում է եղել, կամ ինչու թույլ տվեցիք, որպեսզի շրջափակվեր, ինչու թույլ տվեցիք, որպեսզի Քարվաճառը հանձնվեր, ինչու թույլ տվեցիք, Քարվաճառը հանձնելուց հետո քանի դեռ Լաչինի կամ Բերձորի միջանցքը բաց էր, ինչու չեղավ պայքար, որպեսզի այդ միջանցն էլ չփակվի, պայքար բոլոր այն ուժերի դեմ, որոնք հանձնում էին։ Այսինքն այստեղ կա շատ խորքային խնդիր, որին չեն անդրադառնում, որտեղ էլի մակերեսայնությունը կրոն է այս տարածքում, մակերեսայնությունը կրոնի պես դավանվում է, արտաքին երևույթները հատվածական վերցնում, սկսում են վերլուծել, ճռճռան ճոռոն բաներ խոսել, հեքիաթներ պատմել, խորքային կա փաստ։ Եվ այդ փաստի, այդ աննախադեպ մարդկային պատմության մեջ իրականությունը եթե վերցնում եք ու նայում եք, դրանից այն կողմ էլ ինչ պիտի լինի, որ զարմանանք, դրանից այն կողմ լինելու է Երևանի հանձնումը, տասնյակ հազարավոր, 100 հազարավոր ադրբեջանցիների գալը եւ բնակեցվել է այստեղ, որ անգամ այսպես կոչված ընդդիմադիրները ասում են վերաբնակեցվել կամ վերադարձ։ Այսինքն իրենք ընդունում են, որ դա ադրբեջանցիները վտարվել են այստեղից, հա։ Այս ամեն ինչը այնքան գրոտեսկ է, այնքան անիրական է, բայց տեղի ունենում այստեղ, որ որևէ բանից զարմանալ այլևս դժվար է, եւ ես չեմ զարմանում ոչինչից եւ չեմ էլ զարմանալու ոչինչից։ Կա այնինչ կա։ Հայկ, ես պիտի ասեմ, որ մի ցավոտ հարց կա, որի մասին ուզում եմ խոսենք,
դա հայ գերիների մասին է, որոնք Բաքվում պահվում են, անօրինական այդ դատավարությունը դեռ որքան է շարունակվելու եւ միթե այս իշխանությունները չեն հասկանում, որ դա շատ կարևոր, շատ վճռական է մեզ համար, չնայած Փաշինյանը ամենուր հայտարարում է, որ այդ մասին իրենք մտածում են գիշեր, ցերեկ, ամեն օր, այս ամենօրյա ռեժիմով այդ հարցի մասին իրենք մտահոգված են։ Դուք ինչ կարող եք ասել այդ կապակցությամբ։ Իմ կարծիքն է, իմ վերլուծությունն ու իմ ենթադրությունն է, որ այս ռեժիմը պայմանավորվածություն ունի Բաքվի հետ եւ առանց պայմանավորվածության էլ իրեն ուղղակի ասել են Բաքվից, ես այդպես եմ կարծում եւ համոզված, որ խելոք նստեք տեղները, գերիներին կտանք երբ կուզենանք, ուզենանք չենք տա։ Եվ պահում են, որովհետեւ իրենց դա պետք է Բաքվին։ Ես բացարձակապես չեմ կարծում, որ այս ռեժիմը որևէ հարցում կարող է ճնշում գործադրել կամ դեմ գնալ Բաքվին, որևէ հարցում, առավել եւս գերիների հարցում, ես այդպես չեմ կարծում։ Սա մեկ, երկրորդ հերթին, գիտեք, գերիների խնդիրը նույնպես իմ նախորդ ասացի համատեքստում պետք է դիտարկել։ Նույն դեպքը բերեմ, Իսրայելի դեպքը, Իսրայելում ամբողջ այս Գազայի պատերազմի օրակարգը թելադրվում է եւ գտնվում է սարսափելի ճնշման տակ գերիների թեմայի կողմից։ Այն գերիների, այն անմեղ գերիների, որոնց ահաբեկչական Համաս խմբավորումը գերեվարել է հոկտեմբերի 7-ին իսրայելցի գերիների, որոնց ապօրինաբար եւ դաժանաբար պահում են Գազայում։ Եվ իսրայելական հասարակությունը սարսափելի ճնշում է բանեցնում եւ անընդհատ սեփական կառավարության վրա չդադարող ցույցերի միջոցով, ահռելի հասարակական, մեդիա, ամեն տիպի ճնշմամբ այդ հարցը հօգուտ գերիների եւ հօգուտ հասարակության լուծելու։ Կրկին ես չեմ ուզում մտնել ներիսրայելական զարգացումների մեջ, ես դա չեմ վերլուծում, ես փաստն եմ արձանագրում։ Իսրայելական հասարակության հասունությունը եւ բարձր որակը նաեւ դրանում է արտահայտվում։ Հիմա ինչ են անում Հայաստանում։ Ժողովուրդը բացարձակապես ոչինչ գերիների հարցով չի անում, դա ընդհանրապես օրակարգային հարց չի, ընդհանրապես, ինչպես մնացած բոլոր հարցերը։ 1. Երկրորդ հերթին ինչ են անում գերիների ծնողները։ Ես մի քանի շաբաթ առաջ մի փոքր ցույց տեսա Բաղրամյան պողոտայում, երբ փակել էին պողոտան մի քանի ժամ թե 1-2 օր, չեմ հիշում հիմա արդեն։ Մի քանի ծնող, առանձին վերցրած ծնող, ինչ որ բաներ խոսել են, ինչ որ պայքար արել են, պայքարի նմանությամբ, որտեղ պայքարը միայնակ չի լինում, բայց փորձել են պայքարել մի քանի ծնող ընդհանրապես։ Էն էլ կարծեմ անհայտ կորածների, եթե չեմ սխալվում։ Ընդհանուր առմամբ գերիների հարազատները ոչինչ չեն արել։ Նաև չեն արել մեծ հաշվով նախկինում գերի եղածների հարազատները, որոնք ընդամենը գոհ, ուրախ, երջանիկ են, որ իրենց զավակները վերադարձել են, թե ինչ վիճակում են վերադարձել, թե նրանց հետ ինչ է արվել Բաքվի բանտերում, դա արդեն կարևոր չի, եւ սա հասկանալու համար կարող եք խոսել Ալեքսանդր Լապշինի հետ, որը բազմաթիվ ստատուսներ եւ հրապարակումներ է արել իր Facebook-յան էջում, որից մենք իմանում ենք, որ ինքը մոտեցել է ամենատարբեր գերիների եւ ասել է եկեք միավորվենք եւ աշխարհի տարբեր կետերում հանրայնացնենք այն ամենը, ինչ արել են ձեր հետ։ Իսկ որքան հասկանում եմ, ըստ Լապշինի, եւ կարելի է ենթադրել, որ դա կարող է շատ վավերական լինել, այդ գերիներից շատերին կամ ոմանց կամ միգուցե բոլորին, չգիտեմ, բայց կարելի է ենթադրել, նրանց հանդեպ սեռական ոտնձգություններ է կատարվել, եթե մեղմ ձևակերպենք, բռնի սեռական գործողություններ են կատարվել Բաքվի բանտերում։ Դա կարելի է ենթադրել կամ ըստ նրա հաղորդած որոշ այսպես ենթադրությունների կամ տեղեկությունների։ Եվ այդ գերիները ինչ են ասել նախին գերիները Լապշինին, չէ, գնա քո գործով զբաղվի, այլ խոսքերով ասած, կամ ասել են, որ չեն ուզում, որ դրա մասին իմացվի։ Հիմա այս վարքագծով, այս հոգեբանությամբ, երբ նախին գերիներն իրենք չեն ուզում պայքարել իրենց հանդեպ արվածի համար պատասխանատվության կանչելու անողներին, գերիների թեման ինչ թեմա կարող է լինել Հայաստանում։ Ես ձեզ ասեմ, որ
Միացյալ Նահանգներում, եթե ուշադիր լինեք, սպիտակ տան վրա ծածանվող դաշնային դրոշի, Միացյալ Նահանգների դրոշի տակ միշտ կա մի փոքր, ավելի փոքր դրոշ, սև գույնի դրոշ, որը եթե լուսանկարներում նայեք, կտեսնեք, ընդ որում արևելյան ափում համատարած է, արևմտյան ափում մի քիչ ավելի քիչ, բայց ֆեդերալ դաշնային դրոշների տակ կամ կողքի դրոշաձողերին մշտապես գրեթե ամենուր ծածանվում է սև դրոշ, որի վրա գլխահակ մի մարդու պատկեր է։ Դա ամերիկյան ռազմագերիների եւ անհետ կորածների դրոշն է։ Կա այդպիսի դրոշ, որը 70-ականներից կիրառության մեջ է, մասնավոր նախաձեռնությամբ է ստեղծվել, բայց պետությունը որդեգրել է։ Եվ այդ դրոշով Միացյալ Նահանգները, որն այլևս չունի որևէ ռազմագերի, վերջին ռազմագերին Թալիբանի ձեռքից ազատվել է տարիներ առաջ, բայց ունի դեռևս անհետ կորածներ տարբեր պատերազմներում, եւ նրանց մասունքները դեռևս փրկում է, այնուամենայնիվ բոլոր ռազմագերիների պատվին եւ նրանց թեման վառ պահելու համար այդ դրոշը կիրառվում է բոլորի կողմից, մասնավորապես դաշնային հիմնարկների, պետական հիմնարկների։ Հայաստանում նույնպես ստեղծվել է այդ դրոշը, ընդ որում Միացյալ Նահանգներում բնակվող մեծատաղանդ եւ անվանի նկարիչ Արմեն Բալյանի մասնակցությամբ եւ նրա ձեռամբ, բայց այդ դրոշը այդպես էլ կիրառության մեջ չի մտել Հայաստանում, այսինքն անգամ գերիների հարազատները, իսկ դրոշը ինչ է, դրոշը դա սիմվոլ է, դա թեմայի ծածանում է, թե բառացի, թե փոխաբերական առումով, բայց հիմա մենք դրոշից ենք խոսում, երբ գերիների ծնողները ընդհանրապես պայքար չեն վարում։ Եվ իրենց մոտիվացիան նույնպես այն բացատրությունն է, որ երբեմն լսում ենք, թե դա կարող է վնասել իրենց զավակների ազատ արձակվելուն։ Ու իրենց զավակները մնում են։ Դա չի կարող վնասել, դա այդ հարցը չի։ Եթե վնասելու լիներ, Իսրայելում ամեն անկյունում փակցված չէին լինի գերիների նկարները։ Դա չէր լինի հսկայական հանրային ճնշման առարկա, կպահեին իրենց հայերի պես, բայց հայերի պես չեն պահում իրենց իսրայելցիները։ Դուք շատ կարևոր եւ շատ խորքային թեմա եք բարձրացնում, բայց ցավոք սրտի այդ թեման նույնպես Հայաստանում արժանանում է այնպիսի վերաբերմունքի, ինչպիսին արժանանում են ամենատարբեր թեմաներ, գրեթե բոլոր թեմաները, այնպես որ որևէ տարբերություն չկա, սա նույնպես պետք է դիտարկել մեկ ընդհանուր պատկերի համատեքստում, որևէ այսպես հատվածային վերլուծություն հիմարություն կլինի, որտեղ սա ընդհանուր երևույթի արձագանքումն է։ Եվ նույն կերպ ուր են այն շուրջ 5000 զոհվածների ծնողները, որոնք պիտի որ թվով մոտարապես 10,000 լինեն, մոտարապես ուր են, իրենք արդյոք հաշիվ պահանջում են հրապարակայնորեն նրանցից ում կարող են թերևս մեղադրել նրանում ինչ տեղի ունեցել, չէ, չկա դա։ Հետևաբար ես չեմ կարող հատվածաբար նայել եւ կրկնել են ինչ որ մյուսները այսպես թութակի պես իրար նայելով կրկնում են, հա, գերիների հարցը դե պիտի հետ բերվեն բան եւ ինչ որ բաներ են ասում, որոնք ոչինչ չեն նշանակում։ Եկեք հասկանանք ինչի գերիները հետ չեն գալիս, եկեք հասկանանք ինչի գերիների համար չկա պայքար, եկեք հասկանանք ինչպիսի վերաբերմունք կա Հայաստանում սեփական գերիների նկատմամբ եւ սա է ամենակարևոր խնդիրը։ Եվ վերջին հարցն եմ ուզում ձեզ տալ, Հայկ, հավանաբար տեղյակ եք, որ վերջին շրջանում բավականին լարվել են հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի միջեւ։ Ինչ զարգացումներ այստեղ կարող են լինել եւ ինչ օգուտներ մենք կարող ենք քաղել։ Օգուտներ չենք կարող քաղել, որովհետեւ հայերը երբեք որևէ հնարավորություն բաց չեն թողնում որևէ օգուտ չքաղելու։ Եթե կա հնարավորություն օգուտը չքաղելու, այդ հնարավորությունից անպայմանորեն օգտվում ենք։ Դա այսպիսի առանձնահատկություն է։ Հիմա ռուս-ադրբեջանական լարվածությունը բավական հետաքրքիր երևույթ է եւ դրա խորքը հասկանալու համար պիտի երկու խնդրի անդրադառնանք, որին էլի որևէ մեկը այս իրականության մեջ երբևէ չի անդրադառնում, որտեղ միգուցե չեն էլ հասկանում, ներառյալ վերլուծաբանները այսպես կոչված։ Նախ առաջին հերթին Ադրբեջանը բարոյական պարտք ունի Ռուսաստանի հանդեպ Արցախին տիրանալու հարցում։ Սա իմ համոզմունքն է եւ այդ պարտքը չտալու համար
Ադրբեջանը սրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, որտեղ հարաբերությունների սրում Ռուսաստանից չի եղել։ Ռուսաստանը հակված էր շատ բարեկամական, շատ ջերմ, դաշնակցային հարաբերություններ ստեղծելու, որոնք ստեղծեց եւ շարունակելու Ադրբեջանի հետ։ Քայլերը եղել են Ադրբեջանի կողմից։ Առիթը, ամենաառաջնային առիթը եղել է ադրբեջանական օդանավի խոցումը։ Հիմա սրան ինչպես պիտի սա մեկնաբանենք։ Սա մեկնաբանվում է այնպես, որ Իլհամ Ալիևը լինելով շատ խելացի եւ շատ հերուն հաշվարկող քաղաքական եւ պետական գործիչ, հաշվարկեց, որ ինքը չի ուզում այդ քաղաքական բարոյական պարտքի տակ մնալ եւ պիտի ասեմ, որ իմ կարծիքով արդարացիորեն գնաց այն քայլին, որին գնաց։ Սրելով հարաբերությունները եւ դրանք տանելով բացասական ուղով ինքը ստեղծեց մի իրավիճակ, երբ ինքն այլևս չունի բարոյական պարտավորություն ավելի շուտ Ռուսաստանի հանդեպ։ Սա մեկ, երկրորդ հանգամանքը այն է, որ որևէ մեկը երբևէ չի խոսում հայկական իրականության մեջ կամ որևէ այլ տեղ, որ թուրքական արտաքին քաղաքականություն, իսկ Ադրբեջանը թուրքական արտաքին քաղաքականության կանոններով է շարժվում եւ ըստ էության թուրքական քաղաքականություն է։ Մի չափազանց խելացի հաշվարկային մոտեցում ունի ընդհանրապես։ Որն է դա։ Դա այն է, որ եթե իրենք ունեն մի կողմ, որի հետ պիտի կարևորագույն հարցեր լուծեն, այդ կողմի հետ իրենք գնում են սրացման։ Փոխանակ իրենց խնդիրը լուծելու համար գնան դեպի դրական ինչ-որ մերձեցման, գնում են բացասական սրացման։ Օրինակ, Սիրիայում ռուսական ինքնաթիռ խփեցին, ասելով, թե այն մտել է իրենց օդային տարածք։ Ինչ տեղի ունեցավ դրանից հետո, դրանից ընդամենը շաբաթներ անց Ռուսաստանը եւ Թուրքիան սկսեցին մի սարսափելի ջերմեռանդ, այսպես համբույրախառը մերձեցում։ Մի սիրատոչոր հարաբերություններ քաղաքական, որոնք շարունակվում են մինչև այսօր։ Թուրքիան տանում է սրացման, հանդես է գալիս, Թուրքիան չէ, թուրքական կողմը, հանդես է գալիս խիստ բացասական եւ խիստ ագրեսիվ մոտեցմամբ, որից հետո դիմացի կողմին կամ ակնարկվում է կամ առաջարկվում է լուծում այդ խնդրի։ Եվ դիմացի կողմը գնում է զիջումների։ Սա թուրքական արտաքին քաղաքականության գրեթե հանճարեղ մոտեցումներից եւ տակտիկական քայլերից մեկն է։ Նույնն է տեղի ունենում արևմուտքի հետ հարաբերություններում, նույնն է տեղի ունենում ցանկացած այլ կողմի հետ հարաբերություններում։ Նախ գնում են սրացման, շատ ուժեղ սրացման, հետո գնում են մերձեցման, ընդ որում ստանալով իրենց համար իրենց ցանկալի գոնե առնվազն մի մասը։ Այս համատեքստում ես ենթադրում եմ, ես հերուն նայելով, որի մասին որևէ մեկը էլի կրկնեմ չի խոսում, ես ենթադրում եմ, որ սա տանելու է ինչ-որ մի պահի ռուս-ադրբեջանական այլ մակարդակի հարցերի լուծման։ Բացառված չի, որ դա լինի ամբողջական Երևանի գնով եւ բացառված չի, որ դա պայմանավորված է Երևանը ստանալու մտադրությամբ նոր։ Ընդ որում, այդ հարաբերություններում Ռուսաստանի դիրքերը ուժեղ չեն, հայտնի պատճառներով։ Եվ Ռուսաստանը անպայմանորեն զիջելու է։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը որևէ կտրուկ քայլ Ադրբեջանի հանդեպ այդպես էլ չի անում։ Մանր քայլեր արվում են, չէ՞ որ մի քանի հոգի ձերբակալվում են, մի քանի հոգի արտաքսվում են, սա է արվում, նա է արվում, բայց դրանք տրամաբանական է, որ պիտի լինեին որպես պատասխան։ Բայց խորքային առումով որևէ լուրջ հակաադրբեջանական քայլ ընդհանրապես եւ բացառապես չի արվում։ Ընդ որում դա մի պետություն է Ռուսաստանը, որը նախկինում համարվում էր բավական հզոր, դոմինանտ եւ այլն, բայց բաներ են փոխվել աշխարհում եւ հատկապես Ռուսաստանի հետ կապված հարցերում։ Այնպես որ ես այսպես եմ դիտարկում այդ խնդիրը։ Շնորհակալ եմ Հայկ այսօրվա համար, լավ եղեք, պինդ, ամենակարևոր մնացեք միշտ մեծ բարեկամ, առաջիկայում նոր հանդիպումների ակնկալիքով։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք այսօր հյուրընկալել ենք մեր լավագույն քաղաքագետներից, մեր լուծաբաններից մեկին, Հայկ Մարտիրոսյանին, սպասեք նրան առաջիկայում եւս։ Այսօր այսքանը, ցտեսություն։